Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իշխանությունների պայմաններում արդար ընտրություններ չեն կարող լինել։ Իսկ եթե ընտրությունները արդար չեն, նշանակում է վերջ, դրանք անիմաստ են։ Հիմա այլ բան է, երբ դու վերացական տեսակետ ես արտահայտում, եւ այլ բան, երբ դու ամեն ինչ հիմնավորում ես փաստաթղթերով։ Դուք տեղյակ եք եւ հանրությունն էլ է տեղյակ, որ բազմաթիվ անգամներ ձախողել են իրենցից սկսած սահմանադրական բարեփոխումների գործը, այն գործը, որի համար որ իրենք ժամանակին իրենց բարերով եմ ասում, հեղափոխություն արեցին, մերժիր Սերժին, նշանակում էր մերժիր այն սահմանադրությունը, որով Սերժ Սարգսյանը իշխանությունը երկարաձգել է։ Այսինքն իրենց կատարած հիմնական խոստումը, ժողովրդին տված հիմնական խոստումը, որին հավատալով մարդիկ իսկապես ոտքի կանգնեցին եւ մերժեցին Սերժի սահմանադրությունը, հետո արդեն ընթացք է ստացել նորմատիվ իրավական ակտերով։ Դա առանձին հարց է, բայց այդ առանձին հարցում բացահայտվեց այս իշխանությունների հանցավոր կոռուպցիոն հանցագործության մասին է խոսքը կեցվածքը։ Խնդիրը հետևյալն է։ 20 թվականի փետրվարի 12-ին իրենք սկսեցին հրապարակելով նորմատիվ իրավական ակտ, սկսեցին սահմանադրական բարեփոխումներ։ Ժամկետի մեջ չտեղավորվեցին, երկրորդ անգամ փոփոխություն կատարեցին տարբերակի մեջ եւ հետաձգեցին, կրկին տապալվեցին։ Դրանից հետո 22 թվականի հունվարի 27-ին նոր նորմատիվ ակտ ընդունվեց։ Այդ նորմատիվ իրավական ակտով պարտավորվում էին մինչև 24 թվականը ավարտել եւ հանրությանը ներկայացնել, ավելի ճիշտ կառավարությանը ներկայացնել, կառավարության միջոցով հանրությանը ներկայացնել սահմանադրության նախագիծը։ Եվս մեկ անգամ տապալվեցին։ Այսինքն ստացվեց առնվազն 4 անգամ, որտեղ միջանկյալ ժամկետ ավելացրին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նոր սահմանադրություն պիտի անի, չունենալով այդ իրավասությունը, վարչապետի իրավասության մեջ չի մտնում նոր սահմանադրություն նախաձեռնելու գործը։ Եվ այստեղ վերջին հայտարարությունը դուք հիշում եք, մարտ ամսին մենք կավարտենք նոր սահմանադրության նախագծի պատրաստումը։ Տեղեկացնեմ ձեզ, որ ընդամենը նստած արտագրում էին, տարբեր սահմանադրություններից դրույթներ էին արտագրում, բայց անփոփոխ էին թողել ամենակարևոր բանը։ Պետական համակարգը փոխելու որևէ երկրում նոր սահմանադրություն ընդունվում է, երբ հարց է ծագում պետական համակարգը փոփոխելու ուղղությամբ։ Այստեղ իրենք պետական համակարգը չփոխելով, ըստ էության շատ քիչ գործեր մնում անելու։ Եվ անգամ այդ դեպքում եւս մեկ անգամ ստեցին։ Հիմա դա ներկայացրեցի ընդհանուր պատկերը, բայց վերադառնալով քրեական հանցագործությանը, քրեական դրսևորումներին, որ թույլ են տալիս։ Ուրեմն 9 անգամ մենք ներկայացրել ենք սահմանադրության պատրաստի նախագիծ, քաղաքակրթական բարձրագույն ձեռքբերում, սահմանադրություն, որի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացին իսկապես դառնում է երկրի տերը, մեկ, եւ երկրորդ Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Դրանից բացի սա քաղաքակրթական ամենավերջին մակարդակն է, որովհետեւ 1700 տարի պետք եղավ, որպեսզի քրիստոնեական արժեքային համակարգի պարտադրած խտրականություն չպետք է լինի մարդկային հարաբերություններում։ Այդ դրույթը կյանքի կոչվեց, ես նկատի ունեմ սևերը եւ կանայք իրավունք ստացան քվեարկել ընտրությունների ժամանակ։ Բայց դրանից հետո էլ պետական համակարգերում պահպանվում է խտրականության կարգը։ Մեզ հաջողվել է գտնել դրա լուծումը եւ բացարձակ ժողովրդավարության անունով նախագիծը տրված է։ 9 անգամ իրենք թաքցնում էին տարբեր հիմնավորումներով։ Մեկ չկա, մենք չենք գտնում, չենք կարդացել։ Ի վերջո, երբ դատախազությունը արդեն հայտնվեց ծանր վիճակում, ասացին փաստեր չեն գտնում։ Հիմա 10-րդ անգամ մենք փաստաթուղթը ներկայացնելով ցույցի ուղեկցությամբ միջինը 30-ից 50 հոգի մարդիկ ներկա էին, իրենք ստիպված եղան ընդունել։ Ընդունելուց հետո, երբ մեզ արդարադատության նախարարությունը պատասխանեց, որ մենք ստացել ենք եւ դրա արած առաջարկությունները նկատի կունենանք, այդտեղ ես միանգամից մերկացրի հետեւյալ կերպ։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, այսինքն դա այն օրենքն է, որով մենք հիմա գնում ենք ընտրությունների, բոլորը պատրաստում են ընտրությունների, սահմանադրական օրենք է։ Այդ օրենքով նախատեսված է, որ դուք պետք է ոչ թե նկատի ունենաք, այլ քննարկեք։ Տարբերությունը շատ մեծ է, որովհետև իրենք միևնույն է նկատի չունեցան, բայց չեն քննարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանին վերջին գրության մեջ, ում հետաքրքիր է կարող եք իմեջում գտնել բոլոր փաստաթղթերը,
ասված է որ ավելի լավ կլինի որ դու կամավորապես գնաս հանձնվես իշխանության չարաշահման մեջ ինքնախոստովանություն կատարես եւ քիչ տարիների ազատազրկման դատապարտվես կամ մեղմ պատժի արժանանաս։ Մի քանի օր առաջ ես Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել եմ։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին ես տեղեկացրել եմ, որ ինքը այսօր կարող է հնարավորություն ունենալ, մենք աշխատանքային նրբերանգներին ծանոթ չէինք, բայց կարող էր որևէ նույնիսկ պաշտոնյայի ասել, որ գնացեք, ասեք, որ եւ այլն, ինչ որ իրավաբանական բաժնի ղեկավարին։ Ընդհանրապես ամենաբարձր գաղափարները ներկայացնելիս առաջին խոսքը որ լինում է այդ գաղափարի դեմ լինում է հետևյալը, որքանով է դա իրատեսական։ Ժամանակին երբ լռում էին Լենին պարտիա Գորբաչով ինձ ասում էին, որքանով է իրատեսական խոսել հանրաքվեի մասին, անկախության մասին։ Ես հայ իրականության մեջ արդեն 58 տարի պայքարի մեջ եմ, աշխատանքների մեջ եմ եւ ղեկավար դիրքերում։ Այս տարի լրանում է դուք ապրում եք ազատ ու անկախ Հայաստանում, մի հատ ուշադիր, հարցը տալուց առաջ հիշեք, ում հետ եք խոսում, ինչ ներդրում է ունեցել ազգային կյանքում եւ նոր հետ հարցերը։ 60 տարի առաջ այս ամսին Հայաստանում ստեղծվեց ազգային միացյալ կուսակցությունը։ 2 տարի անց ղեկավարները կալանավորվեցին, դրանից հետո ես եմ եղել ղեկավարը, առաջնորդը մինչև այսօր։ Մեր խնդիրն էր Հայաստանը դարձնել, հայությունը դարձնել միջազգային իրավունքի ենթակա եւ հասել ենք դրան։ Հիմա մեկ այլ խնդիր կա, անկախ Հայաստանի հարցը լուծված է, բայց դե ֆակտո փաստացի այդ Եթե ազատ ու անկախ Հայաստան որ ասում էին, ազատ Հայաստան անմիջականորեն կապված է քաղաքացիների երկրի տերը լինելու գաղափարի հետ։ Ուրեմն այսօր մենք այստեղ ենք, հույս ակնկալում ենք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կհասկանան, որ այստեղ խնդիրը չի վերաբերում ինձ կամ այմին, խնդիրը վերաբերում է բոլոր կուսակցություններին։ Գնալ ընտրությունների այն դեպքում, երբ ընտրությունները երաշխավորող, ժողովրդավարությունը երաշխավորող օրենքը իշխանության չարաշահմամբ խախտվում է, դա նշանակում է զբաղվել ինքնախապեյությամբ։ Դրանից ելնելով այմ հրապարակավ հայտարարել է ունենալ բացարձակ ժողովրդավարության պես կարևոր նախաձեռնություն եւ այդ պայմաններում գնալ ես Խուժան, Մուսոլինի, Սերժ, Նիկոլ սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով միջոցառման, դա նշանակում է չհարգել քո ունեցած ձեռքբերումը։ Դրանից ելնելով այմ ասել է, որ մենք ընտրություններին չենք մասնակցելու, միայն մեկ բացառություն կարող է լինել։ Եթե տարբեր քաղաքական ուժերի հետ իմի են գալիս, անունային բանի, որ միասնական ուժերով գնանք բացարձակ ժողովրդավարության, այո, նաև արդյունքներ կան։ Որպեսզի մենք գնանք միասնական ուժերով հստակ նպատակադրմամբ։ Ուրեմն դրա նախապայմանը հետևյալն է։ Քաղաքական ուժերը ոչ միայն պետք է ընդունեն բացարձակ ժողովրդավարության համակարգի ճշմարտացիությունը, ազգօգուտ լինելը եւ այլն, այլ նաեւ պետք է ազդարարեն իրենց ծրագրերում, ազդարարեն, որ դա իրենց նպատակների առաջնահերթ խնդիրն է։ Այս պահի դրությամբ մեր այդ կոչը ուղերձը, որ տարածել էինք, միայն մի տեղից ենք ստացել արձագանք, դա դոկ կուսակցությունն է, ինչ զարգացում կունենա մենք դեռ կտեսնենք, որովհետև այմը հենց այս պահին քննարկում է, այմ նախագահությունը երբ ես դες այդ խոսում եմ, այդ հարցը քննարկվում է, իրենք առաջարկեցին շատ բարձր մոտեցում, հանուն հայրենիքի, հանուն ազգային բարձր նպատակների, իրենք ասում են, որ իրենք պատրաստ են նախկինում ունեցած բոլոր ճիշտ կամ սխալ հարցերը անտեսել դնել մի կողմ եւ հանուն այդ բարձր գաղափարի համագործակցել։ Հիմա մենք էլ պիտի մեր դիրքը հայտարարենք, դեռ բանակցությունների ընթացքում ենք, կան ուրիշ քաղաքական կազմակերպություններ, 16 քաղաքական ուժ կա, որ ասել են ժամանակին, որ իրենք կողմ են բացարձակ ժողովրդավարությանը, բայց խնդիրը մենք այսպես ենք, չէ՞ դնում, ոչ միայն պիտի կողմ լինես այդ բարձր սկզբունքային եւ իրավական տեսակետից անթերի գաղափարին, այլ նաեւ պիտի քո ծրագրերում դա հայտարարես առաջնահերթություն։ Ես կուզեի մի խոսքով ասել միայն, որ առաջնահերթություն հայտարարելու գաղափարը կապված է այն բանի հետ, որ դա լուծում է մյուս բոլոր հարցերը, դա համադարման է։ Ուրեմն եթե օրինակի համար եմ ասում, դեմոկրատական կուսակցությունը, նախկին քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ը, այն կազմակերպությունները, որ ժամանակին այս հարցում մեզ հետ համախոհ են եղել, նորացված կոմունիստական կուսակցությունը, Համերաշխություն կուսակցությունը, Սուրեն Սուրենյանցի կուսակցությունը, Տիգրան Խզմալյանի կուսակցությունը, առանձին եմ ասում։ Այդ ամբողջ փունջը Արթուր Վալոյանը, եթե նրանք ուզենան նույնպես այդ
իրենց ծրագրում դա առաջնահերթություն համարել։ Դրանք դառնում են մեր պոտենցիալ դաշնակիցը եւ դուք ունենաք իսկապես հաղթական թիմ։ Պարոն Հայրիկյան, այսինքն հնարավոր է առաջիկայում դուք կուսակցության հետ ընտրություններին մասնակցել, ճիշտ հասկացաք, բանակցությունների փուլում եք, վերջնական չկա որոշում չմասնակցելու վերաբերյալ։ Մեր սկզբունքը ավելի պարզ է, քան որևէ անհատի նշելը, որևէ խմբի նշելը։ Մեզ մոտ այսպես մոտեցում էսպես է, ով որ այսօր այ Նիկոլ Փաշինյանը, եթե իշնի ասի ներողություն, որ միջև հիմա թերացել եմ, այս պահից ընդունում եմ ձեր բացարձակ ժողովրդավարության գաղափարը, ես ով եմ, որ ասեմ չէ։ Մենք սկզբունք ենք ազդարարել, ով որ կընդունի հիմնարար լուծման գաղափարը, բացարձակ ժողովրդավարություն առաջնահերթ հարց, որը նշանակում է մի քանի ամիս հետո նոր ընտրություններ։ Դա նշանակում է այս ընտրությանը գնում ենք, ընդունում ենք նոր սահմանադրություն ընդունելուց հետո վարչապետը առանձին է ընտրվում 2 տարով, պարլամենտը առանձին է ընտրվում 2 տարով եւ այլն եւ այլն։ Այնպես որ բոլոր այն քաղաքական ուժերը, նույնիսկ նրանք, որ մեր մասին շատ վատ գնահատականներ են տվել։ Այդ բոլորը պարտավոր ենք մոռանալ։ Դոկ կուսակցության շտաբի պետը ուղղակի առաջարկեց, ասում է, բարձր կանգնենք այդ բոլոր հարցերից, այսինքն ասում եմ մի բան, որով ես ամբողջ կյանքում ապրել եմ։ Եվ ինձ համար կարևոր չի, հայ մարդ է, պատրաստակամություն հայտնել երկիրը դարձնել քաղաքացիների սեփականությունը, դրանից կարևոր խնդիր մենք չունենք։ Իսկ քննարկվում վարչապետի տեխնացիոնով կլինի, եթե համատեղ որոշեք մասնակցել։ Կարող եք պատկերացնել, որ այն քաղաքական ուժը, որ ասում է, ես ընդհանրապես այս խուժան ընտրություններին չեմ մասնակցելու, կարող եք պատկերացնել, որ հանկարծ այդ կուսակցությունը, այդ քաղաքական ուժը ասել, մենք ուզում ենք, որ այս ինչ մարդ լինի տեխնատուն, մենք ասենք, ուզում ենք, որ դուք լինեք։ Մեզ համար նշանակություն չունի։ Կարևորը որ դուք կամ որևէ մեկը, որ այս գործընթացի մեջ է, ընդունի, որ բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը առաջնահերթություն է, եւ դրանից հետո ով էլ լինի վարչապետը, նա կլինի վերահսկողության տակ։ Ով էլ լինի ազգային ժողովի նախագահը, նա կլինի։ Ես մեծ մարդ եմ, երկրորդ չեմ ուզում գնդակահարվել եւս մեկ անգամ, տվել եմ գաղափարը, սիրում եմ 8 ժամ քնել, իսկ վարչապետը պիտի գոնե պատրաստ լինի 6 ժամ քնել։ Ես սիրում եմ մի քիչ քնել հիմա։ Պարոն Հայրիկյան, այս նշեցիք, որ այս ակցիայի մասին տեղյակ եք, բայց ձեր էջով մյուս ուժերին, հա, կարծես հրավիրել եք, որ կան մասնակցել։ Ինչու եք այսքան սակավաթիվ, ինչու չեն միացել ձեզ, չէ, կարծում ձեզ դուրս չեն վերաբերել։ Այսօր մենք շատ ենք, այսօր մենք շատ ենք, եւ անկախության պայքարը սկսելիս մենք 5 հոգի էինք։ Հիմա 10 եք։ Ներողություն 5 հոգի էինք։ Լսում եք, թե Լսում եմ, ուրեմն քիչ առաջ որ հնչեց հարցը վարչապետի վերաբերյալ, ես ուզեցի մի անգամից այդ հարցը ուղարկեմ ամենահեռավոր անկյունը, որովհետև ես աշխատելու պատրաստ եմ, կաշխատեմ ավելի քան երբևէ աշխատել եմ, բայց դա չեմ անի նրա համար, որ ինչ-որ աթոռասատկացներ լիքը կան, չեմ էլ ասում մեռածներ, աթոռասատկացներ լիքը կան, եւ իմ քաղաքական գործունեությունը կապել այն բանի հետ, որ դուք եք ասում։ Ուրեմն նա ով ուզում է, որ ինքը փալաս երևա, անասուն երևա եւ տգետ, հանգիստ կարող է ասել, որ ես Հայրիկյանին լուրջ չեմ վերաբերում։ Անկախության պայքարի առաջնորդին մարդու, որ 58 տարի ղեկավար դիրքերում է եղել, նրան կարող են միայն լուրջ վերաբերել կամ ասել, որ իրենք անասուն են ու չեն հասկանում ազգային ազատագրական պայքարի առաջնորդի դերն ու կշիռը։ Այնպես որ խնդրում եմ այլևս ինձ չստիպեք այդ խիստ արտահայտվել։ Պարոն Հայրիկյան, իսկ ձեր այս ակցիաները ինչքան են տևելու եւ հաջորդի որտեղ։ Մեր հաջորդ գործողությունը լինում է այսօր մենք եկանք վերջին նախազգուշացման, սա վերջին նախազգուշացնում է եւ ուղղված է նաեւ Հայաստանի քաղաքական ուժերին։ Սիրելիներ, գործընկերներ, դուք իդիոտ չեք, չէ՞։ Դուք իդիոտ չեք։ Թե կարող է իդիոտ եք, ես սխալվում եմ։ Կուսակցությունների մասին օրենքը խախտվում է։ Այն օրենքը, որով դուք ընտրության եք գնալու։ Դուք որևէ քայլ չեք անում։ Ես անում եմ ձեր բոլորի փոխարեն։ Ուր եք։ Այդ ինչ լուրջ գործերով եք զբաղված, այդ թեթև սոլիկներ։ Մեղավոր չեն միայն նրանք, ովքեր չտեղյակ չեն եղել, բայց ովքեր որ տեղյակ են եղել ու չեն եկել այստեղ, այդ աթոռասատկած ասածը ձեզ է վերաբերում։ Դուք ողորմելի ճիճուներ եք։ Աթոռից բացի ուրիշ բան չեք պատկերացնում։ Դուք ուզում եք ընտրության գնալ, ընտրության կանոնների խախտման պայմաններում։ Սա հիմնական օրենքն է, ժողովրդավարությունը երաշխավորող օրենքն է։ Ինչպես կարելի է խոսել ընտրությունների մասին, ծրագրեր մշակել, ծրագրեր ներկայացնել։ Այն դեպքում, երբ
Իսկ սկզբանե այս մարդը, ազնիվ մարդը, ազնվագույն մարդը, Նիկոլ Փաշինյանը ձեզից 10 գլուխ բարձր ասում է, ես սրիկա եմ, անելու եմ այն ինչ ուզում եմ, ինչ արել եմ ու արել եմ, հիմա էլ անում եմ։ Բայց դուք խաղում եք դեմոկրատ, հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, որպես հետին սրբապիծներ, Նիկոլի դաշնակիցներ։ Դա է բացատրությունը, ինչու այսօր նրանք այստեղ չեն։ Կամ էլ ներողություն, եթե տեղյակ չեն եղել, եթե ես թերացել եմ։ Բայց ձեր ներկայությունը արդեն լրագրողների ներկայությունը ցույց է տալիս, որ նրանք պիտի տեղյակ լինեին։ Ուրեմն մեր հաջորդ քայլը ուրբաթ օրը արդեն մենք իրազեկել ենք դատախազության դիմաց, դատախազից ենք պահանջելու Նիկոլի հետ, հանցագործի հետ այլևս գործ չունենք, այլ իրավապահներին պիտի ասենք, լսեք, եթե դուք հովանավորում եք Նիկոլ Փաշինյանին, դուք ձեր վրա խաչը դրեցիք։ Ես նույնիսկ բարեկամաբար խոստացել եմ, Գալյանին եմ խոստացել, արդարադատության նախարար, մեծագույն ստախոսին, որ ասում էր մարտ ամսին կլինի նախագիծը։ Մարտ ամիսը անցել է, հիմա մենք ապրիլի մեջ ենք։ Եվ հիմա նաև դատախազին եմ տեղեկացրել, որ ես խոստանում եմ, երբ ինքը բանտում կլինի, իսկ ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը բանտում հայտնվի որպես կոռուպցիոն հանցանքների հովանավոր։ Ամիսը մեկ ես իրեն տանելու եմ իր ուզածը, սիրտը ինչ կուզի, պիտի ինձ ասի, ես իրեն պերեդաշի եմ տանելու։ Վարդապետյանի չտանեմ, կին է, մարդ է, հայ մարդ է։ Մանավանդ իմ ճիքերով է բանտում հայտնվելու։ Ես այն կարծիքին եմ, որ արժի որ տանեմ, չէ՞։ Լավ։ Ես շնորհակալ եմ ձեր ներկայության համար, ես կանանց շնորհավորում եմ միամսյակի ավարտման արդիվ։ Ես կարծում եմ, որ պիտի ազատ օրը լինի ապրիլի 7-ը, մարտի 8-ը եթե ոմանք կուզեն նշել, թող նշեն, բայց այս մեկամսյակը լավ ստացվեց, որ կանանց նվիրված մեկամսյակ ունենք։ Լավ կլինի, որ եզրափակվի այսօր հանգստյան տոնով մեր ազգային լավագույն տոներից մեկը։ Այսօր Սուրբ Հոգու իջման օրն է, ժամանակին իջել է, որպեսզի Մարիամ Աստվածածնին տեղեկացնի, բայց դրա մեջ նույնպես խորհուրդ կա, մենք մեզից կախվածը պիտի անենք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ այստեղ էին աջակցելու ինձ։ Ավարտվեց Ինչը։ ակցիան։ Չէ։ Ցույցը։ Հիմա Ամեն մեկը մի բան, չէ, այսօր երթ կամ նման որևէ բան չենք ծրագրել։ Շնորհակալ եմ ձեզ։